Սոսե Մայրիկ Սոսեն ծնվել է 1868 թվականին Սասունում, Նեմրութ լեռան փեշերին գտնվող Թեղուտ գյուղում, բազմանդամ ընտանիքի տեր Մարգար Դրո Աստանտուրի հարկի տակ։ Հազիվ 13 տարեկան էր, երբ սասունցի հայերի ավանդույթի համաձայն ծնողները ցանկանում են ամուսնացնել Սոսեին, սակայն Սոսեն ըմբոստանում է և որոշում կյանք կապել Խչեեն Սերոփի հետ։ Հայ ազատագրական շարժման տարիներին եղել է ամուսնու կողքին։ Սոսեն մասնակցել է հայդուկային կռիվների, ինչի համար ժողովուրդը նրան օծել է Մայրիկ պատվանունով։ 1898 թվականին Բաբշենի կռվից հետո Սերոփի հետ ապաստանել է Սասունում։ 1899 թվականին 2000 թուրք զինվորներ ու քրդեր պաշարել էին Գելիեգուզան գյուղը, ուր ապաստանել էր Սերոփն իր ընտանիքով և 12 ֆիդայիններով, մինչ այդ սասունցու ձեռքով նենգաբար թունավորվել էր Սերոփը։ Թշնամին, տեսնելով Սերոփի անօգնական վիճակը, հարձակվել է գյուղի վրա։ Այդ անհավասար կռվում զոհվել են Սոսեի ամուսինը, որդին Հակոբը, Սերոփի եղբայրները Մխեն և Զաքարը։ Սոսեն, վերցնելով ամուսնու հրացանը, շարունակել է քաջաբար մարտնչել և վիրավորվել է։ Վիրավոր ժամանակ գերվել է և տարվել Բիթլիս, իսկ շուտով ազատ արձակվել։ Ֆիդայինների սկզբունքներից մեկն էր չամուսնանալը, ամուսնացած լինելու պարագայում հեռու մնալ իրենց ընտանիքներից, սակայն Սոսեն մնացել է իր ամուսնու հետ և բաժանել վտանգներով լեցուն նրա աստանդական կյանքը։ Սոսեն հայրենասեր հայ կնոջ կերպարի մարմնավորումն է։ Հայդուկների շրջանում դժգոհություններ կային, նրանցից ոմանք ասում էին. «Մենք բոլորս էլ ամուսնացած ենք, կնոջ, զավակի տեր ենք, եթե մենք ալ մեր կիները մեզի հետ բերենք, այլևս ինչպես կրնանք ազատ շարժվիլ, Սոսեն ղրկենք Կովկաս կամ ուրիշ ապահով տեղը»։ Չնայած այս դժգոհություններին, Սոսեն հանդիսացել է ոգեշնչման աղբյուր։ Սոսե Մայրիկը մահացել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում 1953 թվականին։ 1990-ական թվականներին նրա աճյունը տեղափոխվել և հողին է հանձնվել եռաբլուրում։ Սասունի 1894 թվականի ինքնապաշտպանության հերոսուհիներից էր Շենիկի իշխան Մոսե Գրքոյի մեծ եղբոր Մարտոյի կինը Հարս Շաքեն։ Նրա գլխավորությամբ դեռևս 1891 թվականին շենիկցի կանայք տղամարդկանց կողքին կռվելով քրդական ուժերին ստիպել էին նահանջել։ Նրանց նշանաբանն էր մահ կամ ազատություն։ Տալվորիքցիները իշխան Գրքոյի ղեկավարությամբ գրոհի էին նետվել թշնամու դեմ։ Կանայք քաջալերանքի խոսքերով իրենց ամուսիններին ու եղբայրներին մարտի էին մղել։ Մի տեղում հրացանային կռիվ էր մղվել, մյուսում սերի ու դաշույնի։ Թշնամու դիակույտերը փռվել էին ամենուր։ Քրդական փոքրիկ նահանջը կարճ ժամանակում վերածվել էր խուճապահար փախուստի։ Հաջորդ տարվա կռիվներում Անդոքի շրջանի այլ գյուղեր ևս օգնության էին հասել։ Դիրքերը վերագրաված հերոսուհի կանայք հերոս տղամարդկանց հետ միասին հետապնդել էին թշնամուն, նրան քշելով Սպիտակ Սարից հարավ։ 1994 թվականի օգոստոսին, ամիսներով կռվելով թշնամու գերազանց ուժերի դեմ, ռազմամթերքի սպառվելուց հետո նրանք շարունակել են դիմադրել, քարեր գլորելով, որի հետևանքով թշնամին շատ զոհեր էր տվել։ Չէր կարողացել դիրքերը գրավել։ Երբ թշնամին պաշարել էր հայ կանանց և փախուստը անհնարին էր դարձել, Շաքեն բարձրացել էր քարաժայռի վրա և խոսքն ուղղելով իր քույրերին, հորդորել է լավ մտածել և գերի չընկնել քրդերի ձեռքը կամ ընդունել մահմեդական պիղծ օրենքները։ Նա վեհ գաղափարի համար նահատակվողի պայծառ ժպիտը դեմքին, սավակին կրծքին սեղմած, ժայռից իրեն նետել է դեպի անհատակ անդունդը։ Նրան հետևել են 5 տասնյակի հասնող կանայք։ Ահա թե ինչպես է նկարագրում Նազարբեկը հերոսուհի Շենիկցի Շաքեի նահատակությունն իր Սասուն պոեմում։ Նետում է իրան, այն ժայռից անդունդ, սեղմած իր գրկին իր սիրո ծնունդ, և մեկն է, մյուսը, երրորդը, 50 կին, որ հետևում են նրա սուրբ քայլին։ Ոչ, դրանք այն կիներն մահկանացու չեն, դիցյույններն են, սրբացած արդեն։ Սասունցի շատ կանայք հետևեցին Շաքեի արարքին նաև 1904 թվականի Սասունի ինքնապաշտպանության օրերին և 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրա օրինակին հետևելով քրդերի ձեռքը չընկնելու համար Շենիկ գյուղի մոտով հոսող գելիգետն էին իրենց նետել Շաքեի 2 գեղատեսիլ քույրերը՝ Հեզիկն ու Ալթունը։ Շաքեի մյուս քույրը՝ Շուշանը, նույնպես հերոսուհի էր,
իր քույրերի նման։ Ինեն Եղսոն եղել է Գևորգ Չաուշի կինը։ Գևորգ Չաուշը դեռևս 16 տարեկանում ճանաչում էր Եղսոյին, որը հեղինի իշխան Վարդանի դուստրն էր։ Եղսոն այն ժամանակ 11 տարեկան էր, երբ Գևորգն ընդունում է հայտկության ուղին։ Եղսոյին կանչում է իր մոտ եւ ասում, որ իրենց մեջ ամեն ինչ վերջացած է, քանի որ ինքն արդեն ամուսնացած է զենքի հետ։ Աղջիկը չի դադարում սիրել Գևորգին, նույնիսկ այն ժամանակ, երբ նրան հարազատները բռնի ուժով ամուսնացնում են։ 1905 թվականին Եղսոն փախչում է իր տանից եւ Ստեփան Վարդապետին հանդիպան։ Եղսոն որոշել էր իր կյանքին վերջ տալ, քանի որ առանց Գևորգի իր կյանքն իմաստ չուներ, բայց ուզում էր մինչև կյանքին վերջ տալը հանդիպել Գևորգին։ Գևորգը միանգամից մերժում է այդ առաջարկը, բայց Գալեն ու Հակեն խնդրում են տեղի տալ աղջկան։ Գևորգը համաձայնում է եւ հենց այդ օրն էլ հարսանիք են անում։ Եղսոյին որպես հարսանեկան նվեր Գալեն ատրճանակ է նվիրում, իսկ Գևորգը ավելացնում է. Եղսո, իմ ընկերներին նվիրած ատրճանակը ամենաթանկ նվերն է։ Այդուկի զենքը խիզախ ոգի է սիրում։ Նուրբ զենքով խփիր թշնամու, խփիր, որտեղ էլ որ լինի։ Ստեղծվի իրավիճակ, որ կարող ես թշնամու ձեռքն ընկնել, չվարանես ատրճանակի փողը քունքիդ մոտեցնել։ Աննա Մայրիկը ծնվել է 1847 թվականին։ Նա նշանավոր հայդուկապետ ու հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչ Ռայրի ազգականն էր։ Ժամանակակիցների վկայությամբ Աննա Մայրիկը 1875-ից 1915 թվականներին անունություն է ունեցել Տաղանի վանահայրերի ու թուրք կառավարիչների հետ։ 1880 թվականին հայերը հրաժարվեցին քուրդաղային վճարել 10 փարակ կոչվող հակաօրինական турքը, որի պատճառով Միրզա աղան խաբեությամբ սպանեց Արոնքի իշխան Գրգոյին։ Աննա Մայրիկի կոչվող ու գլխավորությամբ ավրոնցիները ոտքի էին կանգնել, հարձակվել Միրզա աղայի տան վրա, այրել ու հողին հավասարացրել այն։ Աննա Մայրիկը վայելում էր բոլորի վստահությունը։ Նա հատկապես աչքի էր ընկնում իր քաջությամբ ու հանդգնությամբ։ Այս դեպքերից հետո Աննա Մայրիկը դարձել էր պատմական անձնավորություն։ Նրա մասին պատմությունների շրջանառվում եւ նույնիսկ երգեր հյուսվում։ Մարիամ Կուպելյանը 19-րդ դարի հայ ազգային ազատագրական շարժման կին մարտիկներից էր, ով աչքի է ընկել Զեյթունի հերոսամարտում։ Նա ֆիդրական շարժման եզակի կին ներկայացուցիչներից էր եւ իր քաջությամբ հայտնի էր ժամանակակիցների շրջանում։ Զեյթունի հերոսամարտը կարևոր իրադարձություն էր արևմտահայերի ազգային ազատագրական պայքարում։ Այն ցույց տվեց հայ ժողովրդի դիմադրության ոգին Օսմանյան կայսրության բռնությունների դեմ։ Այս մարտերում Մարիամը հանդես եկավ որպես անզիջում ու խիզախ մարտիկ, ում սխրանքները զարմացել են ժամանակակիցներին։